Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր սիրելի հայրենակիցներ։ Վերջապես մենք, Խորեն Լևոնյանը եւ Աննա Ավանեսյանը, կարող ենք մեծ ուրախությամբ ողջունել ձեզ եւ ասել, որ առաջին ալիք Ամերիկայի եթերում սպասիր ինձ հաղորդաշարն է։ Ամիսներ շարունակ մեր ստեղծագործական թիմը աշխատել է գտել պատմություններ, մեծ թվով հայտեր ընդունել, որպեսզի այսօր իրականություն դառնա այն, ինչի մասին մենք հայտնում ենք ձեզ սպասիր ինձի հայաստանյան թողարկումներում։ Այո, իզուր չէինք պարբերաբար ասում, սպասեք մեզ Միացյալ Նահանգներում շուտով կհանդիպենք։ Այսօր արդեն կատարում ենք մեր խոստումը եւ հույս ունենք, որ մեր համագործակցությունը արդյունավետ կլինի ու երկար կտևի։ Իսկ համագործակցություն ասելով մենք հասկանում ենք եւս մեկ ամուր կապ Հայաստանում եւ Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցների միջև։ Սպասիր ինձի թիմը ուզում է դառնալ մի կարևոր կամուրջ, որով վստահ քայլերով կանցնեն տարիների ընթացքում կապերը խզած, իրար տարբեր պատճառներով կորցրած մարդիկ։ Սպասիր ինձ հեռուստանախագիծը տարիներ շարունակ օգնում է միավորվել նրանց, ովքեր հեռու են իրարից, օգնում է գտնել մարդկանց տարբեր երկրներում եւ նույնիսկ մայրցամաքներում։ Եվ այսօրվանից մեր որոնումներն ել ավելի ինտենսիվ են դառնալու Հայաստանի եւ հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկն ունեցող երկրի՝ Ամերիկայի համար։ Դե ինչ, սկսում ենք սպասիր ինձ հաղորդաշարի առաջին թողարկումը առաջին ալիք Ամերիկայի եթերում։ Շատերի համար դժվար է օտար մարդկանց հետ կիսվել սեփական զգացմունքներով ու պատմել կյանքի այնպիսի դրվագների մասին, որոնք նախկինում գիտեին գուցե միայն ընտանիքի անդամները։ Բայց մեր տաղավար եկած մարդիկ հաղթահարել են կասկածն ու որոշում կայացրել։ Դիմավորենք մեր այսօրվա հյուրին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ինձ ընկերնաց հնարավորության համար։ Բարև ձեզ։ Խնդրում եմ ներկայացեք եւ պատմեք, թե ում որոնումներն են ձեզ այսօր բերել մեր տաղավար։ Նարինե Մովսիսյան, ինքս բժշկուհի եմ, փնտրում եմ հայրական կողմից իմ պապիկին, Մկրտչյան Մկրտիչը, Մովսեսի 13 թվականին է ծնվել, Գուլակի ընտանիքում։ Կամավոր 41 թվականին մեկնել է ռազմաճակատ։ Հայրս այդ ժամանակ պարետը եղել է 3 տարեկան եւ ամբողջ կյանքում հայրս ներող կլինի գերազել է իր հայրիկին տեսնել։ Պապիկս վարսահարդար է եղել եւ հայտնի ցեղից, Դահլակենց ցեղից է եղել։ Իր ընկերների հետ իրենք ասում են, որ ընկել է գերի։ Եվ գերության ժամանակ ինքը վարսահարդարությամբ է զբաղվել եւ օգնել է իր ընկերներին գերակուրը հասցրել։ Հետո հետագայում իմացանք, որ էլի խոսքից խոսք, որ հայտնվել է Ֆրանսիայում ինքը եւ այնտեղ ինչ որ ընտանիք է կազմել, որից հետո գնացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իմացանք, որ իր հետնորդները պապիկս ողջ չի, բայց գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, Ամերիկայում, եւ հիմա այդ նպատակով այսօր ես այստեղ եմ, փնտրում եմ մոտ ազգականներից, այսինքն այդտեղ կլինի հորաքույր, հորեղբայր եւ նրանց երեխաները։ Պետք է ձեզ խնդրենք, որ դիմեք ձեր ազգականներին, ձեր պապիկի ժառանգներին, ովքեր ըստ ձեր տեղեկության Սան Ֆրանցիսկոյում են բնակվում, այսինքն ենթադրում ենք, որ Միացյալ Նահանգներում է շարունակել իր կյանքի երկրորդ կեսը։ Դիմեք նրանց, ես վստահ եմ դուք տարիների ընթացքում մտածել եք, թե ինչ կասեք, ինչպես կդիմեք այն մարդկանց, ում կգտնեք։ Դժվար է, ինչ ասեմ։ Շատ կցանկանայի պապայիս իղձերը իրականություն դարձնել եւ տետատետ հանդիպել իմ հարազատ ազգակիցներին, եթե լսում են, թող արձագանքեն։ Շնորհակալ ենք շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե կարող եք այս պատմության հետ կապված որևէ տեղեկություն հայտնել, խնդրում ենք զանգահարել այն հեռախոսահամարով, որը տեսնում եք էկրանների։
Մենք շատ կուզեինք, որ ոչ Հայաստանում, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ոչ էլ աշխարհի որևէ կետում չլինեին պատմություններ, որոնց հիմքում ծնողների եւ զավակների բաժանումն է, անկախ նրանից, ինչպես եւ որ տարիքում է այդ բաժանումը տեղի ունեցել։ Երեխաների կորուստը մեր նախագծի երևի թե ամենածանր թեմաներից է, որոնց անդրադառնալը ցավ է պատճառում բոլորիս։ Բայց երբ մեզ են դիմում հասուն մարդիկ, պատմելով տասնյակ տարիների վաղեմություն ունեցող պատմություններ ու խնդրում են գտնել ծնողներին, մենք հասկանում ենք։ Այդ պահից մի մեծ պատասխանատվություն ենք վերցնում մեր ուսերին։ Նուրբ թեմա, որի հետ կապված մարդկանց հետ շփումը պետք է առավել քան մտածված ու կշռադատված լինի, նրանց ավելորդ ցավ չպատճառելու համար։ Այնուհետև հաջող ելքի դեպքում ճիշտ մոտեցում գտնված կողմի նկատմամբ, իսկ երբեմն ցավալի նորություններ հայտնելու անհրաժեշտություն, ինչն անելը մեծ ջանք է պահանջում։ Այս ամենի հետ մեկտեղ հասկանում ենք, որ բոլոր դժվարությունները հոդս են ցնդում այն պահին, երբ վերջապես գրկախառնվում են ծնողն ու զավակը, երբ տարիների բացակայությունից հետո երկուսի կյանքն էլ լցվում է իմաստով։ Մենք աշխատում ենք հանուն հենց այդ պահերի, հանուն գիտակցումի, որ մարդկանց երջանկություն պարգևելը աշխարհի ամենահաճելի բաներից մեկն է։ Հուսով ենք մեր հաջորդ հայտատուն եւս կհամալրի այդ երջանիկների շարքերը, բայց նախ լսենք նրա պատմությունը։ Դուստրը քնած էր։ Հայրն անաղմուկ մոտեցավ, համբուրեց այտը։ Անին արթնացավ, գրկեց հայրիկին։ Հետո նրանք այլևս չհանդիպեցին։ Ես Անի Թամազյանն եմ, որոնում եմ հայրիկիս Սամվել Ալյոշայի Թամազյանին։ Մենք եղել ենք մեծ ընտանիք, ապրել ենք ես, մայրս, հայրս, քույրս, մայրիկը սպասում էր արդեն մեր եղբորը, հղի էր եւ նաեւ ունեի տանը տատիկ եւ հորաքույր։ Սամվել Թամազյանը ոսկյա իրերի արք ու վաճառքով էր զբաղվում։ 1997 թվականին նա որոշեց գործը շարունակել արտերկրում եւ Արմավիրից մեկնեց Վարշավա։ Առավոտից երեկո աշխատում էր։ Քնելուց առաջ անպայման զանգահարում Հայաստան, խոսում ընտանիքի հետ։ Քննարկում էին ընթացիկ օրը, ապագայի ծրագրեր կազմում եւ այսպես 3 տարի շարունակ։ Ոչ շատ բարձրահասակ, սևահեր, սև աչքեր, սև ունքերով, սև մազերով տղամարդ էր, շատ ակտիվ է եղել, միշտ ցկտել է, որ ավելի լավ պայմաններ ստեղծի մեր ընտանիքի համար, այդ պատճառով էլ մեկնել էր։ Մենք եւ ես եւ եղբայրս ամբողջ կյանքում միշտ իր անունով հպարտացել ենք եւ ամենտեղ ես երբ որ ասել եմ ում աղջիկն եմ, միշտ մեզ յուրահատուկ ձևով են վերաբերվել, քանի որ ինքը նույնպես շատ սիրված էր իր շրջապատում, բակում եւ քաղաքում։ Փաստաթղթերի ժամկետի խնդիր ունենալու պատճառով 2000 թվականին Սամվելին արտաքսեցին Լեհաստանից։ Նա զանգահարեց Հայաստան, իր ընկերոջը։ Զանգը Ուկրաինայի Լվով քաղաքից էր։ Սամվելը խնդրում էր փոխանցել Մոսկվայում ապրող իրենց ընկերներից մեկի հեռախոսահամարը։ Վայրկյաններ անց կապն ընդհատվեց։ Ընկերը չհասցրեց ոչինչ ասել, հարց ու փորձ անել առավել եւս։ Դրանից հետո բացարձակ որևէ նորություն չունենք, արդեն 25 տարի։ Տարիների ընթացքում շատ լուրեր ենք ստացել տարատեսակ, բայց ոչ հստակ։ Տարբեր տեղերում իրեն տեսնում էին, տարբեր տեղերում ինչ որ ենթադրություններով կամ, չգիտեմ, նմանեցնելով ասում էին, որ այստեղ ենք տեսել, Ռուսաստանի Մոսկվայում, Տվերում, ինչ որ անուններ էին անընդհատ, տեղանուններ, որ այստեղ է, ոչ տատիկս, ոչ մայրս, ոչ էլ հորաքույրս ի վիճակի չէին մեկնել, փնտրել, զբաղվել այդ հարցով ավելի լուրջ, եւ նաեւ ովքեր որ ինչ որ բաներ էին ասում, հետո ինչ որ ձևով անհետանում էին։ Հաստատ հույս կա, ես չեմ կորցնում իմ հույսը, ուզում եմ, որ իրեն հանդիպեմ ու գտնեմ։ Ինձ շատ են նմանեցնում իրեն, շատ, թե արտաքնապես, թե բնավորությամբ, այնքան են ինձ ասել, որ ես շատ նման եմ, ոնց որ ինքը միշտ ինձ շատ մոտ լինի, մենք միշտ սպասել ենք իրեն, միշտ սպասել ենք իրեն։ Կուզեմ, որ հանդիպենք, կուզեմ, որ
Եթե ինչ-որ մի բանով կկարողանամ իրեն օգնել, պատրաստ եմ, նույնը եղբայրս, մենք շատ մեծ ցանկություն ունենք տեսնելու իրեն։ Բաբ ջան, մենք սպասում ենք քեզ, ուզում ենք հանդիպել, միշտ փնտրել ենք, միշտ սպասել ենք քեզ եւ շատ ուրախ կլինենք, որ քեզ տեսնենք։ Երբ ստացանք հայտ Վաժա Խատիաշվիլիից, հաճելիորեն զարմացած էինք, որքան ջերմությամբ էր գրված նրա նամակը։ Թվում է, թե այն տասնյակ հայտերի մեջ, որոնք կարդում ենք ամեն օր, այս մեկը ոչնչով չէր առանձնանում։ Բայց նամակում գրված խոսքերի հետևում նշмарեցինք անչափ հուզիչ կյանքի պատմություն եւ հասկացանք, որ մեզ դիմողն իսկապես ունի ուշադրության կարիք։ Վաժա Խատիաշվիլիի հետ իհարկե հանդիպել ենք եւ դա արել ենք Պետիգորսկ քաղաքում, որտեղ նա բնակվում է։ Դիտենք տեսանյութը։ Խնդրեմ, մտեք։ Ես Վաժա Գեորգիևիչ Խատիաշվիլին եմ։ Ծնունդով Վրաստանից եմ։ 2000 թվականին տեղափոխվել եմ Պյատիգորսկ քաղաք եւ ամուսնացել եմ Վալենտինա Ֆրանցուզովայի հետ։ Նրա հետ 20 տարի համերաշխ ապրել ենք։ Բայց 2020 թվականի մարտի 11-ին նա ինձ լքեց։ Մահացավ շաքարային դիաբետից։ Վաժա Խատիաշվիլին դիմել է «Սպասիր ինձ» հաղորդաշարին իր վաղեմի ընկերներին Արմենին եւ Լևոնին գտնելու խնդրանքով։ Տարվա թավշյա սեզոնին Վաժան Թել Ավիվից գործուղվում էր Պյատիգորսկ, աշխատում էր տեքստիլի արտադրամասում որպես որակի վերահսկողության բաժնի պետ։ 1980 թվականի սեպտեմբերին նա հերթական անգամ մեկնեց Պյատիգորսկ եւ կանգ առավ հյուրանոցներից մեկում։ Այնտեղ ծանոթացավ հայր եւ որդի Բաբայանների հետ։ Ծանոթությունը նրանք որոշեցին ռեստորանում նշել։ Սկսեցինք կենացներ ասել։ Նախ խմեցինք ծանոթության համար, ինձ համար։ Տղամարդն իր պիջակի գրպանից հանեց փայլատի թեղի մեջ փաթաթած ինչ-որ իր։ Բացեց եւ ասաց. Ուզում եմ տեսնել, թե սա ինչ տեսք ունի ձեռքի վրա։ Խնդրում եմ։ Հագեք, ուզում եմ նայել։ Ես հագամատիս եւ նա հարցրեց. Ինչպես է, հավանում եք։ Պատասխանեցի. այո, շատ լավն է։ Արդեն ուզում էի հանել մատիցս, բայց կանգնեցրեց ինձ։ Ոչ մի դեպքում։ Սա թող մնա որպես հիշատակ։ Նվեր մեր ընտանիքի կողմից։ Անուն մեր ազգերի եղբայրության։ Մենք միշտ եղբայրներ կմնանք։ Հայերը եւ վրացիները։ Որոշ ժամանակ անց Արմենը Վաժային հրավիրեց Երևան։ Վաժան ծանոթացավ Արմենի կրտսեր եղբոր Լևոնի հետ։ Տղան ամուսնացած էր, աշխատում էր ոստիկանությունում։ Բաբայանները Վաժային ցույց տվեցին Հայաստանը։ Տղան էլ եղբայրներին Թել Ավիվ հրավիրեց։ Նրանք Թել Ավիվ այցելեցին 2-3 ամիս անց։ Իրենց մեքենայով էին, բավականին շատ շրջեցինք։ Լավ ժամանակ անցկացրինք։ Նրանց ուտեստներից հիշում եմ ղաուրման։ Վերցնում են տավարի միսը, եփում են, վրան յուղ են լցնում եւ թողնում, որ սառի։ Մութ եւ սառը տեղում այն կարող է տարիներով մնալ եւ չփչանալ։ Շատ համեղ է։ Նաեւ տոլման է համեղ։ Թխվածքները շատ համեղ խոհանոց ունեն։ Զալիբեկ Լևոնովիչը 4 զավակ ուներ, 2 դուստր եւ 2 որդի։ Կնոջ անունը Գեղանուշ էր։ Շատ լավ, պարզ մարդիկ էին։ Նրանք ընդմիշտ դաջվել են իմ հիշողության մեջ։ 100 անգամ ավելի հարուստ էին հոգով, քան նյութապես։ Դա ինձ շատ է հիացրել։ 2000 թվականին Վաժան կրկին մեկնեց Պյատիգորսկ, այս անգամ մշտական բնակության։ Նրա սիրեցյալն այնտեղ էր ապրում։ Վաժան պատրաստվում էր ամուսնանալ։
Իր նոր հասցեն ընկերներին փոխանցելու համար տղան զանգահարեց Բաբայանների տան հեռախոսահամարին։ Անծանոթ մի կին ասաց, որ Բաբայանները վաճառել են բնակարանն ու այլևս այդ հասցեում չեն բնակվում։ Հետո Վաժան սկսեց նամակներ գրել։ Երևան մեկնող հայերի միջոցով փորձում էր դրանք տեղ հասցնել, բայց անօգուտ։ Այն ժամանակ փոստով նամակները դժվարությամբ էին հասնում եւ ինձ ոչ ոք չօգնեց։ Հետո ծանոթից խնդրեցի, որ օգնի ինձ դիմել «Սպասիր ինձ» հաղորդաշարին։ Գուցե նա պարզապես զլացավ նամակ գրել եւ ասաց, որ դա ուղղակի շոու է։ Ասացի ոչ, շոու չէ։ Ես ինքս մշտապես նայում եմ հաղորդումը։ Գիտեմ, որ հենց Թել Ավի քաղաքից հաղորդման շնորհիվ տարբեր մարդիկ գտել են իրար։ Ես գիտեմ, որ հիվանդ եմ։ Տեսեք, որքան դեղեր եմ օգտագործում։ Գուցե երկար չապրեմ, բայց ուզում եմ տեսնել նրանց։ Իմ հիշողության մեջ մնացել է նրանց դաստիարակությունը, վերաբերմունքը։ 20 տարի է որոնում եմ, բայց ապարդյուն։ Գոնե այսքանից հետո երազանքս իրականանա։ Ուզում եմ ձեզ անակնկալ անել իմ ընտանիքի կողմից։ Արդեն պատկառելի տարիքում եմ եւ չեմ մոռանում ձեր բարությունը։ Ձեր լուսահոգի հոր եւ մոր պայծառ դեմքերը։ Իմ տան դռները միշտ բաց են ձեզ համար։ Շատ ցավալի է, որ մեզնից անկախ հանգամանքները բաժանել են մեզ։ Ուզում եմ տեսնել ձեզ։ Այցելեք ինձ, շատ ուրախ կլինեմ, եթե գտնեմ ձեզ։ Սպասում եմ ձեր արձագանքին։ Այսպես մի պատահական հանդիպումը երկու ընտանիքներին նվիրեց երկար տարիների հրաշալի ընկերություն։ Ու կրկին համոզում ես, որ ոչինչ պատահական չի լինում։ Ցավոք, նրանց հրաշալի շփումը մնացել է հեռավոր անցյալում, բայց չի մոռացվել։ Այժմ Վաժանն ապրում է մենակ եւ երազում է գտնել իր համար այդքան թանկ մարդկանց։ Մեր թղթակցի հետ զրույցում նա խոստովանեց, որ շատերը նրան հետ էին պահում «Սպասիր ինձին» դիմելու մտքից, վստահեցնելով նրան, որ այստեղ իրական որոնումներ տեղի չեն ունենում, այլ պարզապես հեռուստատեսային շոու է կազմակերպվում։ Ու փառք Աստծո, որ նա չլսեց ոչ մեկին եւ դիմեց մեզ։ Մենք ուզում էինք անձամբ հանդիպել պարոն Խատիաշվիլիին եւ նրան հրավիրեցինք Հայաստան։ Չնայած առողջական որոշ խնդիրների, նա չմերժեց մեզ եւ այսօր այստեղ է։ Դիմավորենք նրան։ Համեցեք։ Այսայքել, ալով, ոնց համեցացել։ Բարև ձեզ, պարոն Խատիաշվիլի։ Ուրախ ենք շատ, որ ընդունել եք մեր հրավերը։ Շատ շնորհակալ եմ։ Ես շատ ուրախ եմ, մեծ երջանկություն է այստեղ գտնվելը։ Շնորհակալ եմ «Սպասիր ինձ» հաղորդաշարի բոլոր աշխատակիցներին։ Շատ եմ հարգում հայերին։ Տեսեք նկարնա, պապայի, ալու քո նկարը։ Բայց այս տարիքում երբեք չէի գա Հայաստան, եթե այս առիթը չլիներ։ Եթե ես նրանց գտնեմ, կխնդրեմ, որ ինձ գերեզմանատուն տանեն, որպեսզի ծնկի իջնեմ Զալիբեկ Լևոնովիչի եւ նրա կնոջ Գեղանուշի Շիրիմին։ Նրանք 4 հրաշալի զավակներ են դաստիարակել. Անահիտին, Արմինեին, Արմենին եւ Լևոնին։ Ես նրանցից այնքան բարություն եմ տեսել, չեմ կարող մոռանալ։ Այն մարդու մեծ գնահատանքը դա է, որ լավությունը չի մոռանում, թեկուզ մի բաժակ ջուրը, իսկ մարդը ամբողջ կյանքը անես։ Իսկ ինչպես ստացվեց, որ որոշում կայացրեցիք, որ պետք է փնտրեք ձեր ընկերներին, ինչը ձեզ ստիպեց նախաձեռնել այս որոնումները։ Ես ինձ պարտական եմ զգում նրանց, հատկապես լուսահոգի Զալիբեկ Լևոնովիչին։ Ես հիշում եմ նրանց որպես հրաշալի մարդկանց։ Մինչ օրս փնտրում եմ։ Աստծո կամոք եւ ձեր օգնությամբ գուցե գտնեմ։ Ձեր պատմությունը լսելով հասկանում ենք, որ նրանք ավելին էին, քան ընկերներ, կարծես ընտանիքի անդամներ դարձած լինեին ձեզ համար։ Այդպես է։ Այդպես ծաղկում էին մեր ընկերությունը, սերը, ջերմ հարաբերությունները։ Ես հարգում ու սիրում եմ բոլոր հայերին։ Բոլորին գրկում, համբուրում եմ, երջանկություն ու առողջություն եմ մաղթում։ Երբեք մի կորցրեք ձեր մտերիմ ընկերներին։ Ինքը շատ վերնաշանի, պարզ մաքուրսիտ, մաքուր հոգի մարդ էր, շատ։ Բաբայաններին որոնելով մենք հասել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Պատկերացնում եք,
Այո, չգիտեի։ Հիմա եկեք տեսնենք։ Ես Արմեն Բաբայանն եմ, ապրում եմ Լոս Անջելեսում, սպասիր ինձ հաղորդաշարի միջոցով իմացա, որ ընկերս Վաժան ինձ է փնտրում։ Ես երբեք չէի սպասի, որ սպասիր ինձ հաղորդաշարը կայցելի մեր տուն, այն էլ Ամերիկայում, որի համար շատ շնորհակալ եմ եւ ուրախ։ 45 տարի առաջ պատահական հանդիպումը հայ-վրացական ամուր ընկերության սկիզբ դարձավ։ 1980 թվականին Արմենը հայրիկին բուժման նպատակով Պյատիգորսկ ուղեկցեց։ Հայրն անվասալյակով էր։ Մի առավոտ առողջարան գնալիս Արմենն օգնում էր հորը հյուրանոցի աստիճաններով իջնել։ Հենց այդ պահին նրանց մոտեցավ Վաժան եւ առաջարկեց իր օգնությունը։ Վաժայի պատրաստակամությունը տպավորեց Արմենին։ Նրանք ծանոթացան եւ կարճ ժամանակում մտերիմ ընկերներ դարձան։ Վաժան Վրաստանի Թելավի քաղաքից էր։ Հիվանդ մարդիկ օգնության կարիք ունեն, որ ինչ որ մի բարիություն են անում, մի լավ բան են անում, որ հիվանդը լավանա։ Վաժան այդ տեսակի մարդ էր։ Միշտ ասենք անես բաներ անում, որ պապաս իրան լավ ազգա։ Հոյակապ մարդ է, շատ բարի մարդ է։ Երանի մարդկանց մեծ մասը լինեին Վաժայի նման։ Վաժան առաջին անգամ Երևան ժամանեց 1981 թվականին։ Բաբայանների բազմանդամ ընտանիքը սիրով հյուրընկալեց նրան։ Վաժան սիրում էր գեղանուշ տատի պատրաստած տոլման։ Նրան զարմացնում էին բազմազան պահածոները։ Վաժան ընկերացավ ընտանիքի բոլոր անդամների, նաև Արմենի եղբոր Լևոնի հետ։ Չնայած բոլորի զբաղվածությանը, Վաժան սպասված հյուր էր Երևանում։ Նրանք կարոտում էին ու մեկնելուց հետո օրեր շարունակ խոսում նրա մասին։ Տանը նստած էինք, շաբաթ օրեր։ Մեկ էլ հանգարձակի մեքենայով սիգնալ տվեցին։ Այդ օրը մեր տանը պետքա ծնունդ լիներ, բայց չեմ հիշում ում ծնունդն էր։ Մեկ էլ դուրս եկանք, տեսանք Վաժան։ Վաժան եկավ, բայց այս ինչ է այսքան ժողովուրդ է, մի տեսակ ուրիշ բան մտածեց։ Հետո որ տեսան սաղ ուրախ երաժշտություն է բանա դրա ու դրեցինք այտենց ուրախացանք, շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ 1989 թվականին Վաժան Բաբայաններին հրավիրեց Վրաստան։ Արմենը եղբոր եւ հայրիկի հետ մեկնեց Թելավի։ Մի քանի օր մնացին այնտեղ եւ Հայաստան վերադարձան լավ հիշողություններով։ Թելավիի հանդիպումը վերջինն էր։ 90-ական թվականներին ընկերների շփումը դադարեց։ Բաբայանները տեղափոխվեցին այլ հասցե, հեռախոսային կապը չկար, նամակներ ուղարկել չէր հաջողվում։ Արմենն ընտանիք կազմեց։ 1995 թվականին կնոջը տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Շատ վատ բան է, որ յուրաքանչյուր մարդ իր լավ ընկերոջը կորցնում է եւ կցանկանայի, որ բոլոր մարդիկ իրենց լավ ընկերոջը երբեք չկորցնեն, որտեղ ընկեր բառը ամեն մարդու պետքա չասես, այդ բառը շատ թանկ բառ է։ Վաժա ջան, ցավդ տանեմ, շատ ուրախ եմ, որ մենք նորից հանդիպելու ենք։ Ճանաչեցիք ձեր ընկերոջը։ Այո։ Շատ է փոխվել ձեր վերջին հանդիպումից։ 25 տարուց ավելի է անցել։ Իհարկե փոխվել է։ Բոլորս էլ տարիքի հետ փոխվում ենք։ Ժամանակ անցել 35 տարի։ Կարոտն է խոսում։ 35 տարի, որ քիչ մի համարյա մի կյանքի չափով Կհիշեցնեք ինչ էր Արմենի եղբոր անունը։ Արմենի եղբոր անունը Լևոն է։ Նա ավակ եղբայրն էր, թե կրտսեր։ Լևոնը կրտսեր եղբայրն է, Արմենը ավակ։ Այն բանից հետո, երբ Արմենի հետ կապը արդեն հաստատել էինք եւ նկարահանել էին մեր գործընկերները Միացյալ Նահանգներում այս տեսանյութը, մեր խմբագրությունում հեռախոսազանգ հնչեց, կապված կրկին ձեր հայտի հետ, բայց ոչ թե նահանգներից, այլ Հայաստանից։ Եկեք եւս մեկ տեսանյութ դիտենք։ Բարև ձեզ, համեցեք մեր տուն, բարով եք եկել, շատ ուրախ ենք մեր հանդիպման համար։ Սա մեր տունն է, Վաժան այստեղ չի եղել,
Հույսով ենք, որ գալուց հետո մենք գերավիրենք այստեղ մեր տուն։ Տատիկը ես եմ, պապիկը Լևոնը։ Կողքի բայերին կանել ես եմ, քանի որ փոքր ժամանակ այցելել եմ բալետին։ Նրանց են այս երկուսը, էսի քոնկերներ։ Ես Լևոն Բաբայանն եմ, Ես Կարինե Հարությունյանն եմ։ մենք Վաժա Խատիաշվիլի ընկերներն ենք։ Վաժայի հետ ծանոթացել ենք մոտավորապես 85 կամ 86 թվականին Վաժան առաջին անգամ եկավ ընկերոջ հետ։ Եկան մեր տուն դիմավորեցինք, այնպեսի հարաբերություն էր, ոնց որ մենք վաղուց ծանոթ լինեինք, շատ հին ծանոթ էր։ Շատ պարզ մաքուր սիրտ մարդ էր, պարզ, ինքը հասարակ, պարզ մաքուր հոգի ուներ։ Համեշմիածին են գնացել, համ Գեղարդ են գնացել ու տարբեր տեղեր։ Սիրով գալիս էին, մենք սիրով ընդունում ենք ու հետաքրքրին էր, որ Վաժան խմբերով էր գալիս իր ընկերների հետ։ Այստեղ ընկերն անկերոջ կինն է, սա ինքն է, սա մեր Արմենն է։ Ու տանում ենք մանտալու։ Մենք պատրաստում ենք տոլմա։ Վաժան էլ որ եկավ, չգիտեմ, մի յուրահատուկ այդ օրվանը շատ համեղ էր երևի ստացվել, երևի շատ ենք սեր ներդրել այդ ուտեստի մեջ, շատ հավանեց։ Գիշերվա ժամը 12:30-ին գնաց մի 15-20 լիտրանոց տակառով գինի բերեց, լրիվ ջուր։ Ասի Վաժա, այս ջուր ես բերել թե գինի։ Ասես գինի է, դու խմի հետո կիմանաս։ Ժամը 3-ն էր։ Վեր կացա որ գնայ, տեսա ոտքերից տակից կտրված ոնց որ լինի։ Լրիվ կտրել էր գինին։ Որ ասում են գինի շառա, այդ է լրիվ ծնկներից ներքև չկար։ Ինձ գրկեցին տարա քնելու առավոտը վեր են կացել։ Նոր իմացա որ դե գինի չի կարելի շատ խմել։ Վաժան խնդրեց այս նկարներից մի հատը տամ իրեն, ասես թողան ինձ մոտ հիշատակ։ Երբ որ գալուց կլեմ ցույց կտամ ձեր աշխատակիցներին, միգուցե ինձ տեղը ցույց կտամ, որտեղ կմոտենամ ձեզ։ Վաժան մեզ այսօր գտավ հենց այդ նկարով։ Սիրելի Վաժա, շատ ուրախ ենք մեր ծանոթությունը վերագտնելու համար։ Սիրով սպասում ենք ձեզ, համեցեք։ Շնորհակալ եմ նման հնարավորության համար։ Անչափ շնորհակալ եմ։ Արմենը գտնվեց Միացյալ Նահանգներում, տեսանյութը տեսակ։ Դուք եկել եք մեզ մոտ Ռուսաստանից։ Բայց Բաբայանների ընտանիքի մյուս ներկայացուցիչները Լևոնը եւ Կարինեն հիմա տեսանյութում դուք տեսաք մեր էկրանին, դրանք Հայաստանում են։ Կուզեիք տեսնել, հանդիպել, խոսել, գրկել։ Անշուշտ։ Շատ հուզվում ես էլ արդեն։ Նայմա։ Ինչ եք կարծում այն պարագայում, երբ դուք ճանապարհ եք կտրել, անցել, եկել եք Հայաստան, իսկ Լևոնն այստեղ է։ Ինչ է պետք ձեր հանդիպումը կազմակերպելու համար։ Միայն ձեր օգնությունը։ Չէ՞ որ ինքս չեմ կարողանում գտնել նրանց։ Իրոք մարդը փնտրել է, մենք չենք իմացել։ Մեզ մնում է միայն ներս հրավիրել նրանց։ Պատրաստ եք։ Իհարկե պատրաստ եմ։ Բաբայանները այստեղ են, դիմավորեք։ Ներիր ինձ։ Ներիր, որ այսքան ժամանակ կապ չեմ հաստատել ձեզ հետ։ Ձեզ նման ընկերներ շատ դժվար է գտնել։ Բարև ձեզ։ Համեցեք տիկին Կարինե, այս կողմից եկեք, նստեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք։ Դուք մեր գաղտնի սենյակից հետևում էիք, լսում էիք, պատմությունը բնականաբար գիտեք, բայց նորից անցաք այս ճանապարհը, ձեր ընկերության, ձեր հուշերի, ու տեսնում եմ, որ հուզված եք։ Ինչ զգացիք, երբ իմացաք, որ ձեր ընկերը փնտրում է ձեզ։ Ճիշտ ասած, մենք շատ հաճախակի մեր մտքով նստում մտածում ենք, ուր է Վաժան, որտեղ է Վաժան։ Այդ կապը կտրեց ոչ հեռախոս, ոչ հասցե։ Մտածում եմ, որ Վաժան կարող է դիմի մեր այս ծառայությանը ու դիմեց շատ ուշացումով, բայց դա ինքն էլ մեղք չունի, որտեղ անընդհատ փնտրել է
ու չի գտել մեզ։ Հասցեն եւ հեռախոսը փոխվելու պատճառով։ Նման անսպասելի հանդիպումից հույզերից կորցրել եմ ինձ։ Չգիտեմ ինչ խոսքերով ձեզ երախտագիտությունս հայտնեմ։ Նախ պետք է խնդրեմ, որ Լևոնը ինձ առաջին հերթին գերեզմանատուն տանի, որ ծնկի գամ նրա հոր գերեզմանին եւ մոմ վառեմ նրա հիշատակի համար։ Մի հուզվիր, կանենք այն ամենն, ինչ ուզես։ Չի մոռանում, գնահատում է բարությունը, փոքր բարությունը, մեր արածը մեծ բան չի։ Հյուրընկալել ենք, հյուրընկալել ենք, պատվել ենք, ման ենք տվել, ճանապարհ ենք դրել։ Մեր հայ բնավորությանը համապատասխան ոնց որ պետք է, մենք արել ենք ինչքան որ կարողացել ենք եւ կարող է մի բան էլ ավել ենք արել, որ ինքը շատ sense ուզված է ու շատ գնահատել է։ Լևոն, արդյոք Արմենը գիտի, որ այսօր պետք է հանդիպեիք Վաժայի հետ։ Գուցե ինչ-որ բան է խնդրել փոխանցել նրան։ Երևի չէ, չգիտի։ Երևի չգիտի, ես կուզեի, որ դա էլ անակնկալ լիներ։ Դուք մի փոքր սխալվում եք։ Արմենը գիտի, որովհետև մենք նրա հետ կապի մեջ ենք։ Գիտի, որ հիմա մեր տաղավարում է Վաժան։ Ավելի լավ։ Երկուսով։ Ու սպասում է մեր զանգին։ Այ շատ լավ է։ Նա չի քնել, գիտեք, ժամային տարբերության մասին բոլորս գիտենք։ Մի քիչ անքնություն ունի, ոչինչ։ Մենք հիմա զանգահարում ենք Արմեն Բաբայանին, Միացյալ Նահանգներ։ Բարև ձեզ։ Բարև, Աննա ջան։ Ինչպե՞ս եք։ Ոչինչ, շնորհակալություն, դուք ոնց եք։ Լավ, ես գիտեմ, որ դուք չեք քնել, սպասել եք մեր զանգին։ Ահա, այստեղ է Խորենը։ Բարև Խորեն ջան։ Եվ ձեր հարազատ մարդիկ։ Մենք գիտենք, որ դուք գիշերը չեք քնել, որովհետև սպասում եք կարևոր զանգի։ Այո։ Ես այլևս չեմ չարաշահում ձեր համբերությունը ու հեռախոսը փոխանցում եմ նրանց, խնդրեմ։ Արմեն։ Բարի օր, սիրելիս։ Մեծ երջանկություն է տեսնել քեզ։ Քո թանկագին եղբորը։ Վաժա ջան, շատ շնորհակալ եմ, որ եկել ես, շատ ուրախ եմ, աստվածնա, որ հանդիպենք, սա կլինի մեր երջանիկ օրերից մեկը, դու շատ լավ մարդ ես, շատ լավ ընկեր։ Շատ եմ խնդրում։ Հնարավորության դեպքում ընտանիքներով եկեք Պյատիգորսկ, իմ տուն։ Գոնե կյանքիս վերջին օրերը միասին կանցկացնենք։ Շատ ուրախ եմ, որ հիմա նրանց հետ եմ։ Նրանց զավակներին էլ կտեսնեմ։ Իսկ եթե դու գաս Հայաստան, ապա խնդրում եմ, Պյատիգորսկ էլ արի։ Շատ հաճելի էր։ Մենք այլևս ձեզ չսպասեցնենք, մաղթում ենք հրաշալի ժամանակ անցկացնեք միասին, հիշեք անցյալը եւ իհարկե հուսով ենք մոտ ապագայում հանդիպում կկազմակերպենք նաեւ արդեն Արմենի հետ։ Շնորհակալ եմ։ Այսօր եւս մեկ անգամ համոզվեցինք, որ միայնությունից ու տխրությունից մեզ փրկում են հարազատ մարդիկ, լավագույն ընկերները։ Երբ կողքիդ են ընկերներդ, կյանքն ավելի հագեցած է թվում, ու երևի այդ դեպքում է մարդն իրեն երջանիկ ու լիարժեք զգում։ Եթե դիտեցիք այսօրվա մեր թողարկումը եւ համաձայն եք այս մտքի հետ, ապա հենց հիմա վերցրեք հեռախոսները եւ զանգահարեք ձեր ընկերներին։ Զրուցեք, հանդիպեք։ Մի կորցրեք նրանց հետ շփման ոչ մի հնարավորություն։ Իսկ եթե կորցրել եք ձեր ընկերներին, ինչպես մեր այսօրվա հերոսը, ապա մի հետաձգեք ոչ մի րոպե, փնտրեք իրար, ինչ էլ որ պատահի, եւ սպասեք անկախ ամեն ինչից։ Այսօր այսքանը, ցտեսություն։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։